Առաջինացյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ենք այսօր Գառնիկ Իսագուլյանի գործով հերթական դատական նիստն էր, պետք է առանցքային վկաներ հարցաքննվեին, նշեմ, որ այստեղ էր նաև Դավիթ Սանասարյանը, բայց հիմա մեզ փաստաբանը կմանրամասնի, թե ինչու դատական նիստը հետաձգվեց, խնդրեմ։ Հետաձգվեց, որտեղ հանրային այն դրվագով, որով ներկայացել էր վկա Դավիթ Սանասարյանը, նախապես համաձայնեցված դատական նիստին չի ներկայացել այդ դրվագի պատասխանատու, այդ մեղադրանքի պատասխանատու դատախազը, հանրային մեղադրողը, չոր դասերի մեջ է։ Ինձ պրոստը հետաքրքիր է, եթե ես նույնությամբ լինեի օրինակ պալատում, փաստաբանների դասերի մեջ, վստահեցնում եմ ձեզ, դա հիմք չէր լինելու, որ ինքը համաձայնություն ունենար գործընկերային, որովհետև շատ հաճախ դատախազները առարկում են, որ փաստաբանները կարան լինեն պարտադիր դասերի ու ասում են համապատասխան կառավարության որոշման հիման վրա բացակայության հարգելի համարելու հիմքերը պետքա դատարանը միանշանակ ձեռքի տակ ունենա, բայց ես այդքան վատը չեմ լինի ու դատարանից միանշանակ անհարգալից վերաբերմունքի հարցեր չեմ բարձրացնի, բայց փաստացի դա էր խնդիրը։ Տիկին Ծառուկյան, օրենքը թույլ էր տալիս, որ դատախազը, որը ներկա էր, ինքը իրականացներ հարցաքննությունը, բայց նշեց, որ ծանոթ չի, հա, այդ դրվագին, այդ թեմային Դավիթ Սանասարյանի հետ կապված, ինչ կարծիք։ Նախ դատախազությունը երբ պետքա դառնում է մեկ միասնական համակարգ, բայց հենց արդեն գալիս է շատ լուրջ պատասխանատու հարցեր, չգիտես ինչի, իրանք իրանց տրոհում են։ Դու գործին նյութերին ծանոթ ես, երկու դատախազով եք գալի, կարեք ընդհանրապես մեկով գայիք, կարեք 10 հոգով գայիք, իմ համար խնդիր չի, բայց եթե դու եկել ես նիստին ու ծանոթ չես, այդ արդեն դատախազության հետ կապված խնդիր է։ Ես հիմա չեմ հասկանում, էլի, ուրիշ ժամանակ եթե ասեինք մենք, օրինակ Իսագուլյանը հիվանդ է կամ ես եմ հիվանդ, կասեին ողջ համին ժողովուրդները, չնայած որ դա իրանց վերաբերելի չի։ Բայց երբ որ իրանց է վերաբերվում, համ ծանոթ չեն գործի նյութերին, համ անլուրջ են վերաբերվում, համ կարան դասերի գնան, դա ավելի լուրջ լինի։ Եվ Տիկին Ծառուկյան, քանի որ այս դատական նիստը բավական երկար ժամանակ է ընթանում է եւ բացի դրանից նոր իրողություններ են ի հայտ գալիս տարբեր դրվագներով, որի մեջ մեղադրվում է պարոն Իսագուլյանը, այս դատական նիստի ինչ ընթացք կարող է մեզ խոստանալ, այս նոր իրադարձությունները, նոր փաստերը, որ ի հայտ են գալիս։ Սա մենակ վրա են հասնում այդ փաստերը, սա ապացուցում է, որ Իսագուլյանը պայծառատեսակ, քաղաքական պայծառատեսություն ունի, ուժեղ վերլուծական միտք ունի ու դրա մեջ անձին մեղադրել ասել սուտ մատնություն, օրինակ Դավիթ Սանասարյանի դրվագով որ եկել է հարցաքննվի, հստակ ընդեղ պատասխան կա, դու անձամբ Ասիա Խաչատրյանի գործունեությունը ճանաչում ես թե ոչ, դու իրականում գիտես եղել է Բաքվում թե չի եղել։ Եթե դու գալիս ես ասես, որ դա տենց չի, նշանակում է դու իրականում չես հասկանում ինչի մասին է խոսքը։ Երկրորդը ոնց եք պատկերացնում, ցանկացած սուբյեկտ, հատուկ ծառայությունների հետ կապի մեջ լինի, գալու է ասի ես դրա մեջ կամ, ասի ես թշնամի պետության հետ համագործակցել եմ, ասենք այս վկաներին, որ բերել են, որ դա հիմնավոր են, եթե նախաքննություն չեն արել, ում աչքերին են թոս փչում։ Դա մեզ համար հասկանալի չի, հետևաբար չի բացառվում այն ապացույցների լրացման փուլում այս փաստերը վրա հասնեն ու դատանը վերջնական համոզվի, որ ոչ միայն հիմնավոր կասկածները չկան այդ դրվագների, բայց գործը դատարանում է, նաև համոզվի, որ Իսագուլյանը ճիշտ բաներ ասել է, գոնե ներքին համոզմունք կունենա։